Եվրոպա, Ռուսաստան, թե երկուսն էլ։ Հայաստանի իշխանությունը շարունակում է պնդել, արտաքին քաղաքականությունը մեկ ուղղությամբ չի կառուցվում։ Այս իմաստով նաև ԵԱՏՄ անդամ երկրների հայտարարությանը, որով նրանք աջակցել են Հայաստանում ապագայում հանրաքվե անցկացնելու գաղափարին, Փաշինյանը դրական է վերաբերվում։ Վարչապետի խոսքով հանրաքվեի գաղափարն ի սկզբանե հայկական կողմինն է եղել, եւ ԵԱՏՄ գործընկերների հայտարարությունը ինքն ընկալում է որպես բարեկամական ժեստ։ Եվ այդ հայտարարությունը ես չեմ ընկալել որպես պահանջ, ես ընդհակառակը ընկալել եմ որպես բարեկամական ժեստ, որովհետև մարդիկ ասում են, որ աջակցում են այդ կիսում են այդ տեսակետը եւ ըստ էության չեն ընդդիմանում Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու, ընդհանուր միջև Եվրոպական միությանը անդամագրվելու օրակարգ որդեգրելու Հայաստանի հնարավորությանը։ Նկատի ունեմ, գիտեք, ընդհանրապես եթե նկատել եք կամ պետք է նկատենք, միջազգային հարաբերությունները հենց դրանից են բաղկացած։ Պետությունները ուրիշ պետությունների առաջադրում են իրենց հետաքրքրող հարցերը։ Մի դեպքում դա մի կերպած ձևակերպում, երկրորդ դեպքում այլ կերպած ձևակերպում, երկրներն էլ այդ հարցերի վերաբերյալ ձևակերպում են իրենց պատասխանները։ Ռուսական շուկայի հետ կապված սահմանափակումների մասին խոսելիս վարչապետը հայտարարեց, նույնիսկ եթե ռուսական շուկան հենց հիմա ամբողջությամբ բացվի, Հայաստանը շարունակելու է դիվերսիֆիկացիայի իր քաղաքականությունը։ Ինչով է ավարտվելու այս պատմությունը։ Այս պատմությունը ավարտվելու է դիվերսիֆիկացիայով։ Այսինքն, եթե հիմա նույնիսկ հենց հիմա մի ժամից Ռուսաստանի շուկան 100% բացվի, միևնույնն է, մենք լրացուցիչ ջանքեր են գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա, որպեսզի այս իրավիճակներից մենք ընդմիշտ մեզ ապահովագրենք։ Այսինքն մեկը մյուսի հետ մենք չենք պայմանավորվում։ Նույն փոփոխությունների անհրաժեշտությունը Փաշինյանը տեսնում է նաև էներգետիկ համակարգում։ Ատոմակայանի ապագայի վերաբերյալ որոշումներ դեռ պետք է կայացվեն, բայց նրա խոսքով ի հայտ է եկել նոր գործոն, կապված AI մշակույթի զարգացման եւ անհրաժեշտ էներգիայի հետ։ Եվ ըստ այդմ Հայաստանի էներգետիկ համակարգը եւս պետք է վերանայել։ Ճեպազրույցի մյուս կարևոր ուղղությունը Իրանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններն էին։ Վարչապետն ընդգծեց, Վաշինգտոնի եւ Թեհրանի հարաբերությունների սրացումը Հայաստանի համար մտահոգիչ է, հատկապես երբ Հայաստանը երկու երկրների հետ էլ հարաբերությունները խորացնելու շահագրգռվածություն ունի։ Մենք շատ անհանգստացած ենք եւ մենք նաեւ այդ թեմայի վերաբերյալ շատ սերտ աշխատում ենք եւ Միացյալ Նահանգների եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ մեր ցանկությունն այն է, որ այս իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի։ Երևանը շարունակում է աշխատել նաև TRIP-ի շուրջ։ Փաշինյանի խոսքով համապատասխան համաձայնագիրը վավերացման փուլում է, իսկ ընկերության ստեղծման շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին։ Գալով ներքին կյանքին, կառավարությունը պատրաստվում է առաջիկայում ներկայացնել նաև հոգևոր անվտանգության վերաբերյալ մանրամասն զեկույց։ Մենք արձանագրում ենք, որ Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցին Կտրիչ Ներսիսյանի ձեռամբ դրվել է կանոնական ծիրից դուրսաբերվել եւ այստեղ օրակարգ կա, որը պետք է հասցեագրվի։ Օրակարգը գրված է նախընտրական ծրագրում եւ կառավարության ծրագրում։ Փաշինյանն անդրադարձավ նաև Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններին։ Նա բացառեց տարածքային յուրաքանչյուր հարց ռազմական ճանապարհով լուծելու տարբերակը, ընդգծելով, որ դա պետք է կարգավորվի այնպես, որ ընդունելի լինի երկու երկրների եւ հատկապես այդ տարածքներում ապրող մարդկանց համար։ Հայաստանի վարչատարածքային քարտեզը կրկին փոփոխության է ենթարկվելու, համայնքները վերախոշորացվելու են։ Կառավարությունը մտադիր է արդեն խոշորացված համայնքներից մի քանիսն էլ ավելի խոշորացնել։ Մասնավորապես ձևավորվելիք Արարատ համայնքի կազմում ընդգրկվելու են Վեդին, Արարատը եւ դրանց 32 բնակավայրերը, իսկ Վանաձորն ու Փամբակը միավորվելու են ներառելով ընդհանուր 22 բնակավայր։ Կառավարության ներկայացուցիչները վստահեցնում են, որ նախատեսվող փոփոխության նպատակը թիմերի կառավարման արդյունավետության եւ բնակավայրերի զարգացման խթանումն է։ Փորձագետները այս հարցում ունեն մի շարք մտահոգություններ։
Այդտեղ միավորումը իրականացնում են, որպեսզի տիրապետեն այդ տվյալ համայնքի վարչական ռեսուրսները։ Գումարում ես գյուղեր, որի ընտրողների վրա շատ ավելի հեշտ է վարչական ազդեցություն ունենալը, քան քաղաքի բնակչության վրա, եւ ստանում ես քո համար ցանկալի արդյունք։ Բնակավայրերը իրար միացնելու հարցը դառել է խաղուպար, որ ուզում են ու ինչին ուզում են միացնում են։ Թանապես գոյություն ունի գիտություն, կոչվում է տնտեսական աշխարհագրություն, որը ուսումնասիրում է նաև այդ փոքր մասշտաբով, թե արդյոք այս համայնքները իրար հետ որևէ առնչություն ունեն, թե չէ։ Ռուզանը տագնապահար վիճակից նոր է դուրս եկել։ Երեխայի կյանքը փրկել են, բայց իր սթրեսը, ասում է, դեռ չի անցել։ Մի տեսակ մեղավոր է զգում։ Տեղատուփը թողել է պատուհանագոգին, տղայի ձեռքը հասել է, վերցրել է դեղը ու խմել։ Երեխան պատահաբար վերցրել էր դեղը ու օգտագործել։ Սկզբում չէինք նկատել։ Երբ հասկացանք, որ իրան վատ է զգում, թույլ է, միանգամից տարանք հիվանդանոց։ Այնտեղ մանրամասն հետաքրքրվեցինք ինչա օգտագործել, ինչ քանակությամբ։ Անհրաժեշտ բուժումը ստացավ երեխան մի քիչ բժիշկների հսկողության տակ ու դուրս գրվեց հիվանդանոցից։ Դեղորայքից եւ կենցաղային քիմիական նյութերից երեխաների թունավորման դեպքերը Հայաստանում գրեթե կրկնակի աճել են։ Եթե 2025 թվականի առաջին կիսամյակում գրանցվել էր 256 դեպք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում դրանց թիվը հասել է 464-ի։ Առողջապահության նախարարի գնահատմամբ հիմնական պատճառներից մեկը վտանգավոր նյութերը երեխաների համար հասանելի տեղերում պահելն է։ Հեռացրեք երեխաների հասանելիության դաշտից կենցաղային քիմիան եւ դեղորայքը։ Շատ զգույշ պետք է լինել, անուշադրությունը ուղղակի ճակատագրական կարա լինի երեխայի համար։ Մասնագետները նկատում են, թե միայն մեկ տարվա տվյալների համեմատությամբ հնարավոր չէ վերջնականապես պնդել, որ թունավորումների իրական տարածվածությունը այդքան աճել է։ Դեպքերի թվի ավելացումը կարող է պայմանավորված լինել նաև նրանով, որ հիվանդանոցներում այսօր դրանք ավելի մանրամասն են հաշվառվում, իսկ համապատասխան մարմիններին տեղեկացնելու վերահսկողությունը ուժեղացել է։ Պարզապես հաշվետվողականությունն ավելի թույլ եղել, հետևաբար հիմա շատ ավելի ուշադիր են, առողջապահական համակարգը միկրոսկոպի տակ է, յուրաքանչյուր դեպք, որը հիվանդանոցա դիմում, սկսած տրավմայից վերջացած թունավորումներով եւ այլն, շատ ավելի այսպես մանրակրկիտ է ուսումնասիրում եւ ավելի հստակ ամրագրվում է, դրա մասին հայտնում են համապատասխան օրգանների։ Խնդրի ամբողջական պատկերը հասկանալու համար ըստ փորձագետների անհրաժեշտ է ուսումնասիրել առնվազն 5 տարվա տվյալները, տարանջատելով նաև թունավորման պատճառները, նյութերի տեսակները եւ երեխաների տարիքային խմբերը։ Միաժամանակ ըստ մասնագետների կենցաղում քիմիական նյութերի օգտագործումն ավելացել է, ինչն անվտանգության կանոնները չպահպանելու դեպքում մեծացնում է պատահական թունավորման վտանգը։ Խնդիրը կապում են նաև առանց բժշկի նշանակման դեղեր, հատկապես հակաբիոտիկներ օգտագործելու տարածված սովորության հետ։ Եթե հանկարծ մի բժիշկ գտնում որ այս պահին պետք չի նշանակվի, փորձում են ավելի առողջ մեթոդով, այդ դեպքում են անցնում անտիբիոտիկին, շատերը չեն ընդունում բժշկի ասածը ու իրանք են ինքնուրույն անտիբիոտիկ անպայմանորեն օգտագործել, այդ կուլտուրան դեռևս մեր Հայաստանում կա։ Երեխաների հակաբիոտիկների ինքնուրույն օգտագործման հետևանքները կարող են ի հայտ գալ ոչ թե անմիջապես, այլ որոշ ժամանակ անց։ Դեպքերի նվազման համար փորձագետները անհրաժեշտ են համարում ոչ միայն ծնողների զգոնությունը, այլև անվտանգության կանոնների վերաբերյալ շարունակական իրազեկումը եւ թունավորումների պատճառների առավել խորքային ուսումնասիրությունը։ Ես քոլեջի մոտի գետնանցումն է։ Գարշահոդ եւ սրտխառնոց առաջացնող վիճակ է Երևանի Պետական տեխնոլոգիական քոլեջի ստորգետնյա անցումում։ Ընդամենը օրեր անց վերսկսվելու են քոլեջի դասերը ու առանց այդ էլ քաղաքի այս բանուկ հատվածը դառնալու է ել ավելի մարդաշատ, բայց գետնանցումն անցնելը իսկական փորձություն է։ Գրածա, խնդրվում է մաքուր պայեք ձեր քաղաքը։ Եթե սովետական տարիներին այս անցումը եւ ոչ միայն այս ցանկացած ստորգետնյա անցումներ գտնվում էին բարվոք վիճակում, քաղաքացիները կարողանում էին առանց հակագազի անվտանգ անցնել գետնանցումների տակով, ապա հիմա տեսեք, այստեղի գետնանցումը ամբողջությամբ տիրում է Գարշահոտ, այստեղ պիտի լինեք, որպեսզի հոտը զգաք։ Գետնանցումը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյա 71 հասցեում է։ Հարակից քոլեջի ուսանողների թիվն անցնում է մի քանի հարյուրը։ Ուսանողները ստիպված են լինում պետքարանի վերացված ստորգետնյա անցումը ամեն օր անցնել վրաերթի չընթարկվելու համար։ Հեսա ուսումնական դասապրոցեսը սկսում է, պատկերացնում եք, այստեղ ինչ անտանելի վիճակ է լինելու։ Հետո պիտի ասեք, թե երեխաները թող անցնեն գետնանցումով, որպեսզի վրաերթի չընթարկվեն։ Թաղապետարանը, քաղաքապետարանը,
Ինչ են մտածում։ Հարգելի քաղաքապետ, սա Երևանի ամենա բան տարածքներից մեկն է, որ շարժը շատ է։ Պատասխանատուներին քաղաքացիները հորդորում են սթափվել, մինչ ուսումնական տարին սկսվել է մաքրել ստորգետնյա անցումը, իսկ հետագայում վերանորոգել ու տեղադրել տեսախցիկներ նույն պատկերը բացառելու համար։ Կակիկ Շամշյան, այսօր։